Այսօր ահազանգ է ստացվել, որ քանդվում է Երևանի Փակ շուկայի տանիքը։ Այս առնչությամբ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, ըստ որի Փակ շուկայի սեփականատեր թիվ 1 շուկա ՍՊ-ն առանց համապատասխան թույլտվության տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում կատարել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ Երևանի Փակ շուկայում վերանորոգման աշխատանքները սկսվել են 2012 թվականի հունվարից։ Շուկայի շենքը ընդգրկված է պետության կողմից գրանցված մշակութային հուշարձանների ցանկում եւ առանց համապատասխան մարմինների թույլտվության շինարարական աշխատանքներ այնտեղ իրականացնել չի կարելի։ Շուկայի սեփականատեր ընկերությունը ուներ թույլտվություն կառույցի ներսի եւ ստորգետնյա հատվածներում շինարարություն կատարելու, բայց վերին հատվածում շինարարության որևէ նախագիծ դեռևս ներկայացված չէր։ Շուկայի տնօրենի վստահված անձ Մարատ Ապեյանը չցանկացավ նկարահանվել եւ հստակ չնշեց, թե քանի օր է ընթանում են տանիքի իր խոսքերով վերանորոգման աշխատանքները։ Լավ, այս նախագծի թույլտվություն չկա, չէ՞, տանիքին ցույց ձեռք տալու հարցին։ Չեմ կարող ձեր հարցին հիմա ես պատասխանել, բայց թույլտվություն ունենալ ենք բոլորի։ Իմ կարծիքով թույլտվություն կա դրան։ Չեմ կարող ընդհանրել թույլտվություն։ Խուրիկ ջան, եթե հիմա այս պահին ինձ մոտ չկա թույլտվություն։ Ամբողջն է քանդվելու, թե մենակ էս։ Ոչ, ինքը չի քանդվել, ինքը տանիքը ուղղակի փոխվում է, որ կաթում է չռում է ջրերի համար տանիքն է փոխվում, այնտեղ ոչ մի բան չի քանդվում։ Լավ, ամբողջ տանիքն է փոխվելու։ Այո, ամբողջ տանիքը պետքա վերանորոգվի։ Ուղղակի վրայի ժեշտն է փոխվելու։ Այստեղ ընդհանրապես չկա վրայի ժեշտը չի, ախր մենակ տանիք չկա։ Էսի տանիքն է եղել, տանիք հանել, նոր տանիք են վերանորոգվում, նոր տանիք դնել։ Բնակիչներից մեկը, ով եւս հրաժարվեց նկարահանվել, մեզ փոխանցեց, որ արդեն 15 օր է տանիքը քանդվում է։ Հունվարի 5-ից 6-ից աշխատում են իրանք, կռիշը չէին քանդում, ներսի աշխատանքները, զիբիլները տանում էին, ինչ-որ փորում են, բայց այս 15 օր սկսել են կռիշները քանդել։ Մենք մտածում ենք մենակ այդ են քանդում այդ մասը, բայց հետո քիչ-քիչ օրեկան գնում է։ Նա նշեց, որ ամեն օր բանվորները սկսում են աշխատել առավոտյան ժամը 9-ից, ժամը 1-ից 2-ը ընդմիջում է, հետո նորից սկսում են աշխատել։ Այսօր բնակչի խոսքերով բանվորները սկսել էին աշխատել առավոտյան ժամը 7-ից եւ մեր այցելության ժամանակ արդեն ժամը 2:30 էր, սակայն աշխատանքները դեռ չէին վերսկսվել։ Փորձեցինք տեսնել նաեւ թե կառույցի ներսում ինչ է կատարվում, բայց մեզ դարպասներից ներս չթողեցին։ Ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության շինարարական աշխատանքները դադարեցվել են եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է արձանագրություն առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար։